Ինչ վերաբերում է ամունիստիային, ապա ուզում եմ որպեսզի եւ դուք եւ բոլորը հասկանան, որ համաներումը դա անձնական ակտ չէ։ Դրա համար կոչվում է համաներում։ Այսինքն համաներում նշանակում է պետության կողմից կամ միջեցնել պատժաչափը, կամ մարդուն ներել եւ այլն։ 2008 թվականից հետո Հայաստանում թշնամության պակաս չկար։ Հասարակությունը համերաշխ չէր։ Իսկ իմ խորին համոզմամբ հասարակական համերաշխությունը ազգային անվտանգությունն ապահովող ամենակարևոր հանգամանքն է, ոչ թե ամենակարևոր հանգամանքներից մեկը, այլ ամենակարևոր հանգամանքն է։ Ես կարծում եմ մեր հարց-պատասխանի ընթացքում կլինեն հարցեր եւ ես այդ թեզին նորից կանդրադառնամ։ Այսինքն ես ասացի, թե որն էր այդ համաներման նպատակը։ Այսինքն այդպես կարծողները մտածում են երևի, թե երբ որ համաներում էին կիրառում, ապա պետք է ասեինք, իսկ համաներում հետևյալն է, այսքան պատժաչափ ունեցող եւ այնտեղ տարբեր պայմաններ կա, էլի։ Թե ասեինք էս բացի Պողոս Պողոսյանից, ծիծաղելի է, չէ՞ դա։ Երևի դուք առաջնորդում եք այն կանխավարկածով, որ վերջի մի քանի ամիսների ընթացքում ինչ-որ մարդկանց կողմից տարածվում է այն գաղափարը, որ այսօրվա Հայաստանի կառավարիչին մենք նախապատրաստել ենք չգիտեմ որ թվականից, որպեսզի 18 թվականին նրան իշխանություն հանձնենք, որպեսզի մի տարի հետո էլ նա իշխանությունը վերադարձնի մեզ, հա, բայց կներեք դա ուղղակի աբսուրդ է, աբսուրդ։ Էլ չեմ ասում, որ այսօրվա Հայաստանի կառավարիչը 2008 թվականից չի քաղաքականության մեջ։ Այնպես որ ես չեմ կարող ձեզ խորհուրդ տալ ձեր կարծիքը փոխել, բայց բոլոր պարագաներում իմ կարծիքը այդպիսին է։ Առաջի հատվածը հարցին վերաբերվում էր հենց այն հանգամանքին, որ ինչպես դուք նշեցիք, Նիկոլ Փաշինյանը ակնհայտ հակահայկական, հակաքաղաքական, հակաարցախյան կներեք տեսակետներ արդեն 90-ական թվականներից, այսինքն ինքը բավականին երկար պատմություն էր այդ թեզերի եւ ինչու այդ ընթացքում քայլեր չձեռնարկվեցին։ Բա եթե ինքը այդ ժամանակվանից հակահայկական, հակաարցախյան տրամադրություններ ուներ, կարող է 18 թվականին ես եմ ասել Արցախը Հայաստան է եւ վերջ։ Այսինքն ինքը ոչ թե այդ տրամադրությունները ուներ, այլ ինքը ամեն ինչում ընդդիմանում էր իշխանություններին։ Ամեն ինչում։ Կենցաղից սկսած մինչև ռազմական գործողություններ։ Բայց թե ինքը այդպիսի տրամադրություններով էր ամբողջովին տոգորված։ Բա ինչի 16 թվականի մայիսին գնաց ապրիլյան պատերազմին մասնակցելու։ Պատկերացնում եք, չէ՞։ Չէ, մի զարմացեք, հենց այդպես է, ապրիլյան պատերազմը տևել է 4 օր ապրիլի սկզբից, բայց իրենք գնացել են խրամատ փորելու մայիս ամսին։ Դրա համար եմ ես ասում, մայիսին մասնակցել են ապրիլյան պատերազմին։ Ուզում եմ ասել, որ չեմ կարող ասել այսօրվա Հայաստանի կառավարիչը այդպես ամբողջովին տոգորված էր պրոարցախյան տրամադրություններով։ Ոչ, իմ ասելիքը հետևյալն է։ Ինքը իր բազմաթիվ թիմակիցներ այնքան արատներ ունեն, այնքան արատավոր գործողություններ են արել բաց, որ լրացուցիչ բան վերագրելը չեմ կարծում, որ ավելի բացասական է դառնում նրա կերպարը։
Եթե կուզեք կարող եմ 100 այդպիսի բան թվարկել։ Ես հասկացա, որ ինչ որ չափով համաձայնվեցիք այնց հետ։